Սիրելի նոյեմբերյանցիներ, սիրելի հայրենակիցներ, թույլ տվեք ողջունել այսօրվա մեր այս հանդիպման բոլոր մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնել մեզ աջակցելու, այս տարիների ընթացքում մեր կողքին լինելու, մեր գաղափարները կիսելու եւ նաեւ ձեր առաջարկություններով լրացնելու մեր բոլոր այն ծրագրերը, որ մենք նախատեսել ենք առաջիկա տարիներին եւ կարծում եմ, որ այսօրվա այս հանդիպումը եւ ընդհանուր առմամբ այս մեկ ամսվա ընթացքում հանդիպումները հնարավորություն են տալիս, որ մենք ոչ միայն աշխատենք այս դահլիճում, այլ նաեւ համայնքներում եւ երեք մենք աշխատելով մի քանի բնակավայրերում, նաեւ սահմանային բնակավայրերում մենք լրացրեցինք մեր բոլոր այն գիտելիքները, մեր բոլոր այն հասկացությունները, թե ինչ է անհրաժեշտ նոյեմբերյանի շրջանի համար։ Ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ սահմանային մարզերի եւ սահմանային բնակավայրերի համար երկու խնդիր կա։ Առաջինը անվտանգությունն է, երկրորդը գյուղատնտեսության զարգացումը։ Եվ եթե մենք համեմատություն կատարենք այս իշխանությունների կատարած աշխատանքի հետ, մենք կտեսնենք, որ մեր թիմի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության տարիներին հենց անվտանգության խնդիրների վրա է լուրջ ուշադրություն դարձվել եւ նաեւ համապատասխան պայմաններ է ստեղծվել, որպեսզի գյուղացին, սահմանային գյուղացին կարճած լինի իր հողին, նաեւ գյուղատնտեսության զարգացման։ Այստեղ իմ գործընկերը Գառնիկ Դանիելյանը խոսեց դպրոցների մասին, ես կարծում եմ, որ այն գյուղը, որտեղ որ դպրոցը փակվում է, դրա հետ փակում է նաեւ այդ գյուղը, որովհետեւ գյուղը ապրում է նաեւ գյուղում գործող մտավորականության, մանկավարժների, ուսուցիչների աշխատանքի շնորհիվ, որոնք որ երեխաներին շարունակում են ընտանիքներից հետո դաստիարակել եւ նաեւ կյանքի մեծ ուղի ուղղել։ Երեք Դեղծավան գյուղում, պարոն նախագահ, մենք այսպիսի խոսակցության ականատեսը եղանք, որ Դեղծավան գյուղը չուներ դպրոց։ Իրենք գնում էին հարևան Պտղավան գյուղը 5 կիլոմետր ոտքով, մեկ-մեկ մեքենաներով գնում էին գյուղում երեխաները սովորելու։ Ձեր ղեկավարության տարիներին մինչև 2008 թվականը բավականին լավ բարեկարգ ժամանակակից պայմաններին համաձայն դպրոց է կառուցվել եւ գյուղի երեխաները, աշակերտները սովորել են դպրոցում։ Եվ երեք մենք իմացանք, որ այդ դպրոցը փակվում է։ Բարեկարգ դպրոց եւ այս իշխանությունների այսպես որոշմամբ փակում են գյուղի դպրոցը։ Ես նորից եմ կրկնում, որ գյուղը բացի նաեւ ակտիվ գյուղացիներից նաեւ ապրում է դպրոցով, ապրում է նաեւ այն մարդկանցով, այն վետերաններով, որոնք որ պատերազմի մասնակից են եղել, այն ինչ բնորոշ է այսօր նոյեմբերյանի շրջանին։ Ես գյուղատնտեսության մասին չեմ խոսի, որովհետև մեր ծրագրերի մեջ դա նշված է, մենք վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունը եւ բոլոր տարածքները ուսումնասիրվելու են եւ այդ տարածքների համար համապատասխան եւ դրամավարկային եւ հարկային քաղաքականությունը իրականացնելու եւ նաեւ կրթական ծրագրեր են իրականացնելու, աջակցելու գյուղացիներին, ինչպես զարգացնել գյուղատնտեսությունը ժամանակակից պահանջների համաձայն։ Նոյեմբերյանի շրջանի համար ամենակարևոր խնդիրներից մեկը անվտանգությունն է եւ սահմանների ամրապնդումը։ Երկար տարիներ մենք աշխատել ենք, ես անձամբ նաև աշխատել եմ նոյեմբերյանի շրջանում, բոլոր սահմանային համայնքներին աջակցությունն ենք ցուցաբերել, նույնիսկ ամրապնդել ենք պաշտպանությունը այնպես, որ մի քանի գյուղերում հիշում եք, օրինակ Կոթի գյուղում անասնագողություն գոյություն ուներ ադրբեջանցիների կողմից։ Այդ էլ ենք կանխել եւ այդ ամենի հիմքը դրվել է մեր թիմի առաջնորդ փորձառու ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Տարիներ ի վեր սահմանների ամրապնդման հետ մեկտեղ մենք ավելացրել ենք պայմանագրային ծառայությունը, որովհետև գյուղացին բացի նրանից, որ պետք է իր ընտանիքը պահի, զբաղվի գյուղատնտեսությամբ, նաև շատ հաջող ինքը կարող է պաշտպանել իր սահմանները, պաշտպանել իր հայրենիքը եւ այս տարածաշրջանում գրեթե ժամկետային ծառայող չի եղել եւ հետզհետե փոխարինվել են պայմանագրային
պայմանագրային ծառայողներով։ Ինչ վիճակ է այսօր բանակում տիրում, սիրելի հայրենակիցներ։ Նախ եւ առաջ ատեստացիոն այն համակարգը, որ իրենք ներառել են, չի համապատասխանում ժամանակակից պահանջներին եւ ատեստացիան, ինչ է նշանակում ատեստացիան, նշանակում է պաշտոնի համապատասխանություն, կամավոր ատեստացիա։ Զինվորական ծառայության մեջ կամավոր բառը գոյություն չունի, կամավոր կարող են լինել տարբեր տիպի կամավորական ստորաբաժանումներ։ Զինվորական ծառայությունը եւ պայմանագրային ծառայողի համար եւ նաեւ ժամկետային ծառայողի համար դա պարտադիր ծառայություն է եւ բոլորի համար պետք է ստեղծվեն պարտադիր պայմաններ, որպեսզի նրանք կարողանան իրենց ունակությունները, գիտելիքները, հմտությունները, իրենց մարտական կարողությունները պետք է կարողանան կատարելագործել։ Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմաններ ստեղծված են այն մարդկանց համար, ովքեր սահմանային ծառայություն չեն անում, եւ երեք զրուցելով մեր հայրենակիցների հետ, նաեւ կային այնտեղ մարդիկ, որոնք որ քաչ տեղյակ են, թե ինչ է կատարում սահմանում։ Իսկ պայմանագրային զինծառայողների համար չի ստեղծված այն պայմանները, որպեսզի իրենք հանձնեն ճակերտավոր ատեստացիոն քննությունները եւ իրենց աշխատավարձը ավելացնեն։ Մենք հետեւյալ քայլն ենք անելու պայմանագրային ծառայողների համար։ Բարձրացվելու է ամբողջ բանակի բազային աշխատավարձը, որպեսզի պայմանագրային ծառայությունը ընդլայնվի սահմաններում եւ պայմանագրային ծառայողներն էլ արժանապատիվ աշխատավարձ ստանան։ Հակառակ դեպքում այսօր ղեկավար կազմը, շատ տեղերում հրամանատարական կազմը, ես չեմ ասում, որ նրանց աշխատավարձը բարձր չպետք է լինի, բայց նաև բարձր պետք է լինի անմիջապես սահմանում կանգնած անձնավորության, ով իր ընտանիքի հետ տվյալ համայնքին կառչած է։ Այսինքն անվտանգության համակարգը մեր ուշադրության կենտրոնում է լինելու։ Այսօրվա իշխանությունները անվտանգության համակարգը բանակը բաժանում են հնի եւ նորի։ Սա ուրացում է ամբողջ բանակի անցած ճանապարհի։ Այստեղ կան մարդիկ, ովքեր որ երկրապահներ են, վետերաններ են, կամավորականներ են եղել եւ բոլորի աշխատանքը գցում են, այսպես ջուրը մենք զրոյից ենք բանակ ստեղծում եւ վերջին անցկացված զորահանդեսը նաեւ իրենք ներկայացում են այնպես, որ զրոյից են։ Այնպես է ստացվում, որ այդ նվագախումբը, պատվո պահակային վաշտը, այդ գեներալները, սպառազինության զգալի մասը իրենք են իրենց տներից բերել, զրոյից այդ բանակն են ստեղծում։ Ես մեկ անգամ ասել եմ, որ զրոյից բանակը ստեղծելու հետ այս իշխանությունները կապ չունեն, իրանք բանակը զրոյացնելու հետ կապ ունեն։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բանակում մարտունակ բանակ հայեցակարգը, նոր պահանջներին համալրվող բանակ, նոր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արագ կերպով համալրման այդ ամբողջ գործընթացը արագ տեմպերով իրականացվի եւ վերականգնվի երբեմնի այն համբավը հայկական բանակի, որը որ եղել է հաղթանակած, տարածաշրջանում եղել է մրցունակ, որովհետև ամեն օր առնչվել է Ադրբեջանի հետ։ Ձեր տարածաշրջանում ձեր զորամիավորման զորամասերը ամեն օր առնչվել են Ադրբեջանի բանակի հետ եւ ամեն օր հաղթանակով են դուրս եկել եւ եթե անհրաժեշտություն է եղել ամեն օր պատժել են նաեւ։ Եվ նաեւ միջազգային առումով փոխգործունակ բանակ, որովհետև մենք առաջատար չափանիշները պետք է ընդունենք մեր բանակի համար։ Այդ ամենը կարող է իրականացնել մեր թիմը փորձառու ղեկավարի ղեկավարությամբ հիմք ընդունելով նաև իր կառավարման տարիների այն փորձը, որոնք որ արդյունք են բերել։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, մեր խնդրանքն է, որպեսզի մի քանի օր հետո ամսի 7-ին բոլորս միակամ մեր բոլոր համակիրների, բարեկամների հետ գնանք մեր ձայնը տանք Հայաստան դաշինքին, ով մեծ հնարավորություն ունի մեր երկիրը հանել այս իրավիճակից։ Այնպես որ ամսի 7-ին մեր ձայնը տալիս ենք համար ամսի 7-ին համար միասին կարող ենք։ Շնորհակալություն։